Գիշան Free News, պարոն Մելիքբեկյան 2019 թվականի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրվել է նաև Կորեն Հովհաննիսյանը, որը հանեց իր թեկնածությունը հօգուտ ձեզ։ Ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո դուք նրան նշանակեցիք ձեր խորհրդականի պաշտոնում, ապա կառուցեցիք եւ Կորեն Հովհաննիսյանի տնօրենությանը հանձնեցիք նրա իսկ անվան ակադեմիա, որտեղ ըստ պատանի ֆուտբոլիստների ծնողների ամսավճարը 25000 դրամ է, բացի դա նաև խաղադաշտերը վարձակալությամբ են տրվում ժամավճարով։ Նաև մինչև այսօր վերոնշյալ հաստատությանը ֆեդերացիան հատկացնում է մարզագույք։ Ուր են գնում այդ գումարները եւ արդյոք սա ծառայություն չէր ծառայության դիմաց։ Անկեղծ ասած ես չգիտեմ ինչ վարձ է Կորեն Հովհաննիսյանի դպրոցում, անկեղծ չգիտեմ եւ դժվարանում եմ հիմա այդ հարցի պատասխան տալ, դա ծառայություն չէ ծառայության դիմաց, մի պարզ պատճառով, որ դուք Կորեն Հովհաննիսյանի եւ Անի ակումբը, որ ինքը ներկայացնում է ցիտեցիք, մենք ուրեմն կառուցել ենք տարբեր եւ հանձնել ենք շահագործման եւ հանձնել ենք անհատույց օգտագործման, հանձնել ենք գրեթե բազմաթիվ թիմերի եւ եթե Անի ակումբին մենք մի բան ենք տվել, մենք Սարդարապատին տվել ենք ակադեմիա Արմավիրում, մի ակումբին մենք տվել ենք Աբովյան հակային ֆուտբոլային ակումբին տվել ենք Աբովյանի խաղադաշտը, մյուսի համար դաշտ ենք կառուցել Հրազդան քաղաքում, մյուսին օգնում ենք Վարդենիսում եւ Սևանում դաշտ կառուցել, այսինքն բոլոր մեր ակումբները, Ուրարտու ակումբի համար արհեստական խոտածածկով դաշտեր ենք օգնել կառուցել, Վան ակումբի համար Չարենցավանում հիմա ավարտվում է 100 մետրանոց դաշտ են կառուցել, այսինքն բոլոր գրեթե ակումբները հիմա Արարատի համար են անում, բոլոր ակումբները մեզանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ինչը իհարկե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտավորությունների մեջ չի մտնում ենթակառուցվածքներ կառուցել եւ տալ ակումբներին։ Այլ երկրներում դա այլ կերպ է, բայց բնականաբար մենք հասկանում ենք իրավիճակը Հայաստանում եւ հասկանում ենք, որ եթե չլինեն ենթակառուցվածքներ եւ ակումբները չունենան ենթակառուցվածքներ, Հայաստանում ֆուտբոլը ել ավելի վատ վիճակում կլինի։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի համար դա անում ենք եւ անում ենք անգամ այն մարդկանց համար, որոնք մեզ հիմա քննադատում են։ Շատ քննադատում են, բայց մեզ համար դա կարևոր չէ, որովհետեւ մեր քաղաքականությունը չի հիմնված նրա ով է մեզ քննադատում եւ ինչ է անում։ Եթե մենք գիտենք, որ Գյումրիի քաղաքային խաղադաշտը պետք է ունենա լուսավորություն, մենք լուսավորություն տեղադրում ենք Գյումրիի որովհետև մենք այստեղից գնալու ենք ակումբների սեփական անտերերը Կորեն Հովհաննիսյանը, մյուսը 3-րդը, 10-րդը գնալու են այստեղից, իսկ այդ լուսավորությունը մնալու է, այդ դաշտերը մնալու են, այդտեղ ֆուտբոլ են խաղալու։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ եթե ընդհանուր դաշտը պատկերացնեք, կհասկանաք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր ակումբների համար ինչ-որ բան փորձում է անել։ Նաև երկրորդ հարցը էլի գործընկերուհուս հարցը ոնց որ կիսատ թողեցիք։ Նորվեգիայի դեմ մենք 9-1 պարտությունից հետո ես ձեր խոսքը կրկին մեջ բերեմ, նշանակում է, որ դուք ինչ-որ բան կամ շատ վատ եք պատկերացնում կամ շատ վատ եք անում։ Մենք ունեցել ենք եւս խոշոր հաշվով 6-1-ը եւս խոշոր հաշիվ է։ Իսկ դուք ինչ-որ մի բան վատ չեք անում կամ վատ չեք պատկերացնում, չեք բացահայտել մինչև այս պահը։ Ինչ առումով։ Որովհետև մենք հիմա նորից հաշիվ ֆուտբոլում ինչքան կարող եմ ես բացատրել դա նորից անդրադառնում ենք, նորից նույն հարցին անդրադառնում ենք, կներեք, այնքան հարց կա, ուրեմն ավել չեմ կարող պատասխանել։ Դե ուրեմն դեռ չեք բացահայտել, էլի բացահայտեք ու մի հատ էլ ասուլիս դրա համար հրավիրեք, հասկանանք ինչն եք վատ անում։ Անպայման ես դες խոստանում եմ։